Սեքսի հետ կապված թեմաները առնչում են ոչ միայն սեքսոլոգներին, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներին։ Մեր հյուրը բժիշկ մաշկավեներաբան Ռշտուն Բաբայանն է, եւ մենք այսօր խոսելու ենք սեքս խաղալիքների մասին։ Բարի ուշ երեկո։ Ողջույն։ Շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Սիրով։ Այս թեման գուցե ամենաչքննարկվածն է մասնագիտական տեսանկյունից, բայց այն չի դադարում լինել իրականության մեջ։ Սեքս խաղալիքները կարող են ոչ միայն հաճույքներ պատճառել, այլ նաև իրենց հետ խնդիրներ բերել։ Ինչպիսին կարող է լինել այդ խնդիրները։ Ինչպես եւ պահպանակների դեպքում սեքս խաղալիքները եւս կարող են առաջացնել մի շարք խնդիրներ, ալերգիկ ռեակցիաներ, կախված իրենց թե մեխանիկական վնասումից, քանի որ սեռական ակտի ժամանակ շատ ակտիվ կիրառելով կարելի է ուղղակիորեն լորձաթաղանթը վնասել։ Եվ երկրորդը արդեն իրենց մատերիալից, իսկ սեքս խաղալիքները եւս ունեն տարբեր մատերիալներ, կարող են լինել սիլիկոնից, լատեքսից, ապակուց, չժանգոտող պողպատից եւ այլ տարատեսակ մատերիալներից։ Այստեղ պետք է հաշվի առնել, թե եթե տվյալ անձը ունի ալերգիա տվյալ կոմպոնենտների հանդեպ, բնականաբար տվյալ նյութի հետ պետք է շփում չլինի։ Որպեսզի նվազագույնի հասցնեն վատ հետևանքները, շատ կարևոր է նաև ընտրությունը, չէ՞։ Ինչին պետք է ուշադրություն դարձնել խաղալիքները ընտրելիս։ Ինչպես նշեցի, մատերիալին, ձևին, չափսին միգուցե։ Երբեմն չափսի գերազանցումը եւս կարող է վնաս հասցնել։ Չափսի, տրամաչափի, երկարության կարող է առաջացնել մեխանիկական վնասվածքներ, անցանկալի հետևանքներով եւս։ Հավանաբար խնդիրներից խուսափելու համար կարևոր է նաև դրանց խնամքը, պահպանումը։ Գուցե կան կանոններ, որոնք պետք է կիրառել դրանք օգտագործելուց առաջ եւ հետո։ Բնականաբար, իհարկե, նշեմ, որ նաև շատ սեռավարակներ հնարավոր է փոխանցել նաև սեքս խաղալիքների միջոցով, ուստի շատ կարևոր է դրանց պատշաճ ախտահանումը, լվացումը թե սեռական ակտից առաջ, թե առավելապես հետո։ Ասեմ ինչպես խնամք տանել, բնականաբար ակտից հետո պետք է գոլ կամ տաք ջրով լվանալ, օճառով ցանկալի հակասեպտիկ եւ նաեւ հակասեպտիկ լուծույթներով ախտահանել միջոցը եւ նոր միայն օգտագործել կրկին։ Կցանկանամ բարձրաձայնեք նաեւ այն մասին, թե որ տեսակի խաղալիքները ունեն մեծ տարածում եւ մեծ պահանջարկ։ Դա մի փոքր իմ տիրույթից դուրս է, բայց ինչքանով որ ես եմ տեղակ, իմ ինֆորմացիայով կիսվեմ, երևի թե տարատեսակ դիլդոներ, վիբրատորներ, ինչ որ օղակներ եւ նմանատիպ այլ սարքավորումներ։ Իսկ ինչ եք կարծում, ամենաշատը կանանց համար նախատեսված խաղալիքներն են պահանջված եւ ակտիվ վաճառքի թե տղամարդկանց։ Կդժվարանամ պատասխանել, բայց իմ կարծիքով երևի թե ավելի շատ կանանց։ Վերջում ամփոփենք այն խորհուրդները, որոնց հետևելով մարդիկ իրենց սեռական կյանքը կարող են դարձնել եւ բազմազան եւ ավելի ապահով։ Տեսեք, օգտագործել թե չէ սեքս խաղալիքներ, դա յուրաքանչյուր անձի ընտրությունն է, ես ոչ արգելում եմ, ոչ խրախուսում եմ այդ գալին գնալ, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի։ Սակայն եթե պետք է ընտրի ամեն դեպքում ինչ-որ տեսակի միջոց, բնականաբար լավ կլինի որակյալ արտադրողից եւ բարձր մատերիալներից լինեն գոնե, որպեսզի անցանկալի հետևանքներից խուսափեն։ Եվ պարտադիր հետևեն հիգիենայի կանոններին նախքան օգտագործելը եւ օգտագործելուց հետո ախտահանել։ Այսպես թե այնպես։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար եւ իհարկե բարձրաձայնելու այն հարցի մասին, որոնց մասին շատերը լռում են եւ տեղեկություն չունեն։ Իսկ դուք շարունակեք մնալ մեզ հետ։